Խաղություն ձեզ եղբայրներ քույրեր, շնորհակալ ենք Տիրոջ ողորմության համար, այս գեղեցիկ օրերի համար, թեկուզ օրը ուրեմն այս ժամանակը մոտենում է ավարտին, բայց մենք մեր հետ կտանենք այս խոսքերը մեր սրտի մեջ եղբայրներ քույրեր։ Ուրիշ բան չենք կարա տանենք, բայց խոսքերը մենք կարանք մեր սրտի մեջ այդպես տանենք եղբայրներ քույրեր ջան։ Եվ սա կլինի մեծ օրհնություն եւ մեծ օգուտ մեզ համար, մեր ընտանիքների համար, մեր հետագա կյանքի համար, եղբայրներ քույրեր ջան, որովհետև Տիրոջ խոսքը գործում է մարդկանց սրտերի հետ, մարդկանց փոխում է եւ մեզ ուրեմն մոտիկացնում է երկնային կյանքի, եղբայրներ քույրեր։ Մենք բոլորս ուրեմն այս օրերի մեջ խոսեցինք մի բանի մասին, հնազանդության մասին խոսեցինք, եղբայրներ քույրեր, եւ ես հավատում եմ, որ մենք աճեցինք նաև հնազանդության մեջ այս օրերի ընթացքում եւ մեր հնազանդությունը ավելացավ, որովհետեւ ուրեմն մենք Տիրոջ խոսքից ընդունեցինք։ Եղբայրներ քույրեր, մենք պետք է նաև ուրեմն ընդունենք նաև, երբ որ մարդը լսում է այս բառը հնազանդություն, մարդու սրտին հաճելի չի այս բառը, գիտեք, այս հնազանդություն բառը, բոլորիս, որովհետեւ բառեր կա մարդու սիրտը արագ դեմ է դնում դրան, եղբայրներ քույրեր։ Օրինակի համար, եթե մեկը խոսում է խաղաղության մասին, ուրախության մասին, սիրո մասին, չէ, այդպես խոսում է, մարդը հեշտ լսում է, բայց որ խոսքեր կա հնազանդություն, մարդը միանգամից սիրտը ուշադիր որ ելնեք ձեր սիրտը որ քննեք, կարաք դուք էլ զգաք, տեսնեք որ ձեր սիրտը դեմ է դնում դրան, որովհետև դա լավ բառ չի։ Հին մարդը չի ուզում ընդունի այդ բառը, եղբայրներ քույրեր։ Բայց մենք քանի որ Տիրոջ ժողովուրդն ենք, մենք Աստծո ժողովուրդն ենք, մենք այդ խոսքը թեկուզ մեր սիրտը համաձայն չի դրան, հին մարդը համաձայն չի, բայց մենք ընդունում ենք այդ խոսքը եւ այս քանի օր հնազանդության մասին խելոք լսում ենք, եղբայրներ քույրեր ջան։ Դա նշանակում է մենք հասկանում ենք, եղբայրներ քույրեր, որ հնազանդությունը դա մարդու, երբ որ Տեր Աստծո խոսքը ասում է, որ երեխային ասում է քո ծնողին հնազանդվի, դա չի նշանակում միայն ծնողին, դա նշանակում է Աստծուն է առաջինը մարդ հնազանդվում, եղբայրներ քույրեր ջան, որովհետև Տերը դրել է այդ կանոնները եւ եթե երեխան ծնողին հնազանդվում է, ինքը Աստծո կամքն է կատարում, եղբայրներ քույրեր, եւ Աստծո կամքը կատարողը մեծ ուրեմն վարձք ունի, գրված է այդպես, չէ, մեծ վարձք ունի, եղբայրներ քույրեր ջան։ Ուրեմն մի փոքր երևի տեղ են թողել եղբայրները, որ ես էլ ուրեմն խոսեմ այդ թեմայով, չեմ ձանձրացնի։ Ուրեմն այս պատմության մեջ տեսնում ենք, որ Սամվել մարգարեն Տիրոջից հրաման առավ եւ գնաց ու Սավուղին ասեց Սավուղ, հիշում ես այդ խոսքերի մեջ այսպես ասում որ Տերը քեզի թագավոր դրեց։ Հիշում եք Սավուղին որտեղից բերեց թագավոր դրեց։ Էշ մանգալուց Սավուղին բերեց ու դրեց ուրեմն թագավոր, առանց չարչարվելու։ Ոչ քննություն հանձնեց, ոչ տեստ հանձնեց, չէ, միանգամից թագավոր դրեց։ Սավուղը խոսքերի մեջ ասում է, դու հիշում ես, չէ, ասում է, որ Տերը քեզ թագավոր դրեց, չէ, դու ոչի բան չարեցիր, դու քո գործով էիր զբաղվում, չէ, ման էիր գալիս ինչ որ բան։ Բայց Տերը քեզ թագավոր դրեց։ Ասեց հիմա Տերը հրաման է տվել, որ դու մի առաջադրանք կատարես, որ այդ ժողովուրդը այնքան է այդ ժողովրդի մեղքը շատացե, որ ես պետք է բնաջինջ անեմ այդ ժողովրդին, որովհետև այդպեսի դեպքեր կա սուրբ գրքում շատ չի, բայց կա, եղբայրներ քույրեր, որ Տերն ասում է, որ թող բնաջինջ լինի։ Օրինակի համար Սոդոմ ու Գոմորը ամբողջությամբ բնաջինջ արեց Տերը, եղբայրներ քույրեր։ Դեպքեր կա, որ Տերը ասում է ամբողջությամբ պետք է բնաջինջ լինի, որովհետև էլ ապաշխարելու տեղ չկա։ Սակայն ուրեմն ամաղակեցիները դուք էլ գիտեք, ուրեմն ամաղակացիները Իսրայելի տրադիցիոնալ թշնամիներն էին, մշտական թշնամիներն էին Իսրայելի։ Միշտ հարձակվում էին, միշտ Աստծո ժողովրդին ուրեմն կոտորում էին։ Ասենք թե մենք էլ կարող այդպես հիշենք, որ չէ, ասենք թե հայ ժողովուրդն էլ ինչ որ այդպես մի թշնամի ունի, չէ։ Եվ միշտ այդպես, եւ Տերը ասեց, որ այս անգամ դու ամբողջությամբ
դու պետք է ուրեմն բնաջինջ անես, չէ, եղբայրներ քուրեր ջան։ Ուրեմն Սավուղը լսեց ամեն ինչը, ընդունեց, թվում էր ընդունեց եւ ինքը գնաց որպես ուրեմն պատերազմի ասма քանի 100,000 ուրեմն մարդ է վերցնում եւ գնում է որ ուրեմն բնաջինջ անի ամաղակացիներին եւ ուրեմն ճանապարհին ինքը փոշմանում է, ինքը տեսնում է, սակայն ուրեմն Սամուել Մարգարեն ասեց բոլորը, անգամ անասունները, անգամ մարդկանց, որովհետեւ էլ ապաշխարելու տեղ, որ զղջալու տեղ չունեն։ Ուրեմն եւ այդպես Սավուղը ճանապարհին մտածում է, որ կարելի է անել Աստծո գործը, ասածը անել, բայց իր ձևով անել, մի քիչ ուրիշ ձևի, չի խանգարի, չէ՞։ Սակայն Աստծո խոսքը ասում էր, որ անգամ ասма բացի մարդկանցից, որ մարդիկ մեղավոր էին, ասма արջարները մինչև ոչխարը ուխտից մինչև էշը մերցրա։ Մի քիչ թվում է մի քիչ դաժան խոսքեր է, չէ՞, թվում է, որ այդքան հետո մտածում եմ այ մարդ, այս էշը ինչ է արել, որ էշն էլ կոտորվի, չէ՞, ասենք թե հիմա, չէ, մեղ պետք է չգործի այդ էշը, չէ՞, եղբայրներ քուրեր։ Բայց ուրեմն երբ որ Սավուղը գնում է, ուրեմն ինչպես գիտենք, ուրեմն գերի է վերցնում թագավորին, ասма ուրեմն ուշադրություն դարձրեք, ասма անասուններ կա, որոնց ինքը սպանում է, անասուններ կա, որոնց ինքը չի կոտորում։ Եվ այն ասма որը որ ենթակա էր զոհի, այդ դրանք ինքը հետ է բերում։ Իսկ գրված է որ այն կենթանիները ասма էշերը, չէ, բաներին ասма բոլորին կոտորում է ինքը։ Ասма իսկ այն ինքը բերում է այն կենթանիներին, գեր կենթանիներին, որոնք որ զոհի ենթակա կենթանիներ էին, եղբայրներ քուրեր։ Բայց ինքը արդեն մտածում է, որ ասում է, որ արդեն իր մեջ հասկանում ենք, որ ինքը բերում է զոհի համար է բերում այդ կենթանիներին։ Եվ երբ որ Տիրոջ խոսքը լինում է Սամվելին, ասում է, ես զղջացի, որ թագավոր դրեցի, գնա եւ տես ուրեմն ինչա տեղի ունեցա եւ ես երբ որ գալիս է ուրեմն հարցնում է Սամվել Մարգարեն Սավուղը ասում է ես գնացի ոնց որ դու ասեցիր այդպես էլ արեցի սակայն ինքն ասում է ճշմարտության մի մասը ինքը կոտորեց ժողովրդին անասուններին կոտորեց բայց Սամվելն հարցնում է ասում է բա էս ինչ ձայնա որ գալիս է էս ինչ կենթանիները ասում է այդ կենթանիներն էլ բերել են որ զոհ անենք մենք որ մենք զոհ անենք Այսինքն մեղավոր մարդկանց կողմից աճացրած, չէ, ասենք թե մեծացրած անասունները ինքը բերել էր, որ Տիրոջ համար զոհաներ։ Սակայն Տերն ասել էր, այդ բոլորը նզովված է, եղբայրներ քուրեր ջան։ Եվ տեսնում ենք, որ եւ Տերը ուրեմն ասեց Սամվելի միջոցով, որ դու Տիրոջը անհնազանդություն արեցիր։ Եվ այդտեղից գալիս է այն գեղեցիկ խոսքը, որ ասում է, որ ավելի աղեկ է հնազանդությունը քան զոհը եղբայրներ քուրեր ջան հաճախ մենք այնպես է լինում որ մենք նախընտրում ենք մարդը ուզում է միշտ զոհ անի ուզում է զոհ անի բայց չհնազանդվի ինչպես խոսքի սկզբում ասենք հնազանդվելը կարում են ուժեղ մարդիկ են հնազանդվում եղբայրներ քուրեր ջան թույլ մարդիկ չեն կարողանում հնազանդվել մեր սիրտը գիտենք որ ի սկզբանե ապստամբա, իսպաներեն ասում են ռեբելդեյա, մեր սիրտը միշտ ապստամբում է, ասենք թե լավ բան ասենք, կարող էլի ապստանգի, հակառակվում է եղբայրներ քուրեր ջան, բայց երբ որ մարդ ուրեմն հնազանդություն է սովորում, ինքը հաղթահարում է այդ վիճակը եւ ինքը առաջ է անցնում կյանքում եղբայրներ քուրեր ջան։ Եվ այստեղ տեսնում ենք մարդ երբ որ հնազանդվում է Աստծո խոսքը պահելու, ինքը մեծ վարձք ունի կյանքում երկնքում վարձք ունի եւ երկրի վրա վարձք ունի այդ մարդը եղբայրներ քուրեր ջան իսկ ինչի համար Տերը չուզեց այդ գեր կենթանիների զոհը ինչի համար չուզեց որովհետեւ այդ գեր կենթանիները մեծացել են ուրեմն աճել էին այնպիսի մարդկանց կողմից ովքեր որ Տիրոջ կողմից նզովված էին եւ դրա համար այդ իսկ պատճառով պետքա ուրեմն ոչնչանային որովհետեւ Տերը ոչ մի տեղ գրած չի որտեղից ուզում ես դու ընծաբեր ասենք թե կարան գրանք դրսից ընծաբերենք չէ ընդհանրեն ասма
քո աշխատանքից ընծա է ասում Տերը, ինչի չի ասում ուրիշի աշխատանքից ընծա բեր, չէ՞։ Այսինքն Տերը օրինակ Աբելին ու Կայենը որ բերեցին, Աբել ու Կայենը իրանց մշակությունից բերեցին, ուրիշի մշակությունից չբերեցին։ Իսկ Սավուղը ուզում էր գողացած տեղից ընծա բերեր Տիրոջը, եղբայրներ քուրեջան, այսինքն բերեր որ զոհ աներ եւ ժողովուրդը ուրեմն ժողովրդի մեջ կմտներ այնպիսի մի միտք, որ կարելի է մարդկանց սպանել եւ մարդկանց ավարից զոհ մատուցանել, եղբայրներ քուրեր։ Եվ դրա համար Աստծո խոսքն ասեց ավելի լավ է հնազանդությունը։ Հնազանդվելը, ինչպես եղբայրներս ասեցին այս օրերի ընթացքում, ուրեմն երեխան ծնողին է հնազանդվում, անգամ Աստծո խոսքում գրված ասում է իրարու հնազանդ եղեք, չէ՞։ Ասում է այդպես Տիրոջ կամքը կատարելու։ Իրոք այդպես է եղբայրներ քուրեջան։ Ոչ թե մարդուն ես դու հնազանդվում, դու Տիրոջ ասածին ես հնազանդվում, եղբայրներ քուրեջան։ Եթե Տիրոջ ասածին ես հնազանդվում, ուրեմն մենք օրհնյալ մարդիկ ենք։ Եվ ես խորը համոզմունք ունեմ եւ խորը հավատք ունեմ, որ այս քանի օրերի պաշտամունքից հետո մեր հնազանդությունը շատացել է, ավելացել է, եղբայրներ քուրեջան։ Մենք ավելի ներողամիտ ենք լինում իրար, պետք է մենք ավելի ներողամիտ լինենք իրար, եղբայրներ քուրեջան։ Ոչ թե մեղքը անտեսենք, այլ ներողամիտ լինենք։ Հաճախ այնպես է լինում, որ մեզանից իմաստություն է պահանջվում, եղբայրներ քուրեր, որ պետք է մենք որոշենք ոնց անենք ինչ որ հարցեր մեր ընտանիքներում, մեր եկեղեցիներում, չէ, մեր առօրյա կյանքում։ Հաճախ մենք գիտենք գոյություն ունի երկու պատասխան՝ այո եւ ոչ։ Սակայն այոյի եւ ոչի մեջ մեծ տարածք կա, եղբայրներ քուրեր։ Հաճախ պետք է լինում այդ այոյի ոչի մեջտեղի պատասխանը մենք գտնենք, թեկուզ երբ որ մենք ես այսպես եմ հասկացել մեր երեխեքի հետ շփվելուց, որ հաճախ այնպես է լինում, դու ունես պատասխան պետք է տաս, որ ոչ լինի ոչ, ոչ լինի այո, եղբայրներ քուրեր։ Օրինակ Տեր Հիսուսից մենք սովորում ենք, եկան ուրեմն Տեր Հիսուսի մոտ ասին հիմա դահեկան տանք կայսրին, թե չտանք։ Տեսնում եք, ինչ գեղեցիկ պատասխան Տեր Հիսուս տվեց, ասեց այն որ Աստծուն է, Աստծուն տվեք եւ այն որ ուրեմն կայսրին է, կայսրին տվեք։ Որովհետեւ եթե մենք ընդունենք 0-ն որպես ոչ եւ 1-ը որպես այո, 0-ից 1 մեծ տարածություն է։ Կարա լինի 0.5, 0.6, 0.7, բայց 0.5-ը 1 չի, ոչ էլ 0 է, եղբայրներ քուրեր։ Այսինքն երբեմն մեզ այնպիսի մոտեցումներ է պետք լինում, եղբայրներ քուրեր, որ մենք կարողանանք ճիշտ պատասխան տանք, որ ուրեմն կարանանք շահենք մարդկանց, եղբայրներ քուրեջան։ Դրա համար Տիրոջից մեզ իմաստություն է պետք, իմաստություն։ Երբ որ մենք ուրեմն հնազանդվում ենք Աստծո խոսքին, Տերը մեզ իմաստություն է տալիս։ Մեզ իմաստություն է տալիս, որպեսզի ճիշտ վարվենք մեր կյանքում։ Մենք արդեն կարողանում ենք իրար տանել։ Երբեմն հարց կա, որ իրար տանելու հարց կա։ Աստծո խոսքը ասում է իրար հնազանդ եղեք։ Իրար հնազանդ եղեք։ Այսինքն մենք խնդիր ունենք, որ կարանանք մեկս մեկին տանենք, եղբայրներ քուրեջան։ Ուրեմն Աստված թող օրհնի ձեզ, որպեսզի մենք հիշենք հնազանդությունը միշտ ավելի լավ է, քան զոհը, եղբայրներ քուրեջան, որովհետև մենք Տիրոջ առջև ենք կանգնած եւ ապրում, եղբայրներ քուրեր։ Եվ Տերը ուզում է, որ մեր հետ ուրեմն հաղորդակցություն ունենա։ Օրինակի համար մի փոքր ուրեմն թեմայից շեղվեմ։ Օրինակի համար հեսա մի քանի ժամ հետո ուրեմն գնում ենք ճաշարան, չէ՞, գնում ենք ճաշարան։ Հիմա հարց. մենք ինչի համար ենք գնում ճաշարան։ Սնվելու, հաց ուտելու։ Բայց այս պատասխանի ամբողջ մասը չի, ճշմարտության մի մասն է։ Իսկ ինչի համար են գնում մենք ճաշարան։ Կշտանալու։ Այո, ահա։ Մենք գնում ենք կշտանալու, եղբայրներ քուրեր։ Մենք գնում ենք որպեսի կշտանանք։ Ուրեմն սա շատ կարևոր խոսք է, որ մարդը ինքը գնում է որպեսի կշտանա, եղբայրներ քուրեր։ Երբ որ մենք Տիրոջ տուն ենք գալիս, մեր հոգին գալիս է կշտանալու, ինքը չի գալիս Աստծո խոսք լսելու։
հոգին մարդու հոգին ուզում է կշտանա եղբայրներ քույրեր ջան ոչ թե կշտանա բավարարվի այլ կշտանալու է գալիս իսկ երբ կարա մարդու հոգին կշտանա եղբայրներ քույրեր ջան հաճախ այնպես է լինում եղբայրներս խոսեցին ուրեմն քարոզների մասին չէ YouTube-ի չէ հաճախ մենք ստեղից մի քիչ ցես ենք վերցնում մի քիչ ցես ենք վերցնում մեզ թվում է մենք սնվում ենք իրոք ճիշտ է մենք սնվում ենք բայց մենք չենք կշտանում մենք չենք մեր հոգին չի լցվում եղբայրներ քույրեր ջան իսկ երբ կարա մարդու հոգին լցվի որ կշտանա մարդու հոգին երբ կարա կշտանա թե այնպեսի մի քարոզ լինի որ կշտանա հոգին կշտանում է երբ որ իր ստեղծիչին է հանդիպում եղբայրներ քույրեր երբ որ Տիրոջ ներկայությունն է լինում եղբայրներ քույրեր ջան այն ժամանակ մարդու հոգին կշտանում է մարդու հոգին կշտա որովհետև իր ստեղծողին է հանդիպում եղբայրներ քույրեր ջան ուրեմն շատ ցանկալի է երբ որ մենք աղոթքի ենք կանգնում ասենք թե առանձին մեր տներն ենք լինում որ մենք չդադարենք աղոթքը մինչև հոգի ուրեմն ստեղծիչին ուրեմն մենք հանդիպենք եղբայրներ քույրեր այն ժամանակ մարդի հոգին կշտանում է Տերը օրհնի ձեզ զորացնի ձեզ չեմ երկարացնի ուրեմն թող հնազանդության մեջ լինենք Տիրոջ խոսքի մեր հիշենք մեր եղբայր ինչպես Աստծո խոսքն ասում է եկեղեցուն հնազանդվենք եղբայրներին հնազանդվենք չէ մեկս մեկ հնազանդ լինենք եղբայրներ քույրեր ջան Աստված օրհնի ձեզ խնդրում եմ գանք աղոթքի Խնդրենք որ Տերը զորացնի եւ օրհնի մեզ եղբայրներ քույրեր ջան